Բարև ձեզ։ Մենք շարունակում ենք խոսել կառուցապատման եւ դրան հարակից ոլորտների մասին։ Մինչ ես կներկայացնեմ այսօրվա մեր հյուրին, դուք մի մոռացեք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին եւ սեղմել զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա հաղորդումները։ Այսօրվա մեր հյուրը Greenwood Residence ընկերության տնօրեն Վարդան Մանուկյանն է։ Բարև ձեզ Վարդան, շնորհակալ եմ, որ այսօր մեր հյուրն եք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Վարդան, եկեք զրույցը սկսենք Greenwood Residence-ի մասին խոսելով, ինչու որպես տեղանք ընտրվեց հենց Դիլիջանը, չնայած նրան, որ Դիլիջանը զբոսաշրջային կենտրոն է հանդիսանում, ամեն դեպքում շատերը խուսափում են այնտեղ մեծ ներդրումներ կատարել։ Ճիշտ ասած, մի քանի նպատակ ա եղել Դիլիջանը ընտրելու հարցում, առաջինը, որ չենք ուզել ներդրումը կատարենք Երևանում, որովհետև Երևանում ներդրում կատարողները բավականին շատ են, կառուցապատողները շատ են, այդ նպատակով ընտրվել է մարզ։ Մարզերից բնականաբար թե բիզնես տեսանկյունից, թե մարզում ներդրում կատարելու նպատակահարմարությունից փորձել ենք ընտրենք տուրիստական ուղղություն։ Ու քանի որ Ծաղկաձորում գերհագեցած էր շինարարության ոլորտը, որոշեցինք ու նոր ուղղությունը մենք տեսնում էինք Տավուշի մարզ տվյալ պարագայում Դիլիջան, այդ նպատակով որոշեցինք ներդրում կատարել Դիլիջանում։ Ինչ է առաջարկում Greenwood Residence-ը գնորդին, այստեղ ես գիտեմ, որ հետաքրքիր կոնցեպտ է մշակված ապարտ հյուրանոցի եւ բնակելի շենքի, ինչպես կմանրամասնեք բիզնես ներդրման, եկամտաբերության հարցերի մասին նույնպես խոսենք։ Նայեք, մեր պրոյեկտը իրականում որոշակի միքս է ապարտ հյուրանոցի եւ բնակելի շենքի։ Նախ Դիլիջանում չկար բնակելի շենք նորակառույց, այսինքն ինքը կարող էր տեղի բնակիչների համար հանդիսանալ նոր գույք ձեռք բերելու հնարավորություն։ Երկրորդ տարբերակը արդեն ներդրում կատարողներին ներգրավելն էր։ Դրա համար ընտրվեց ոչ դասական ապարտ հյուրանոցի տարբերակը, դասական ապարտ հյուրանոցը իրենից ներկայացնում է փայատիրական ներդրումների իրականացում, այսինքն մարդիկ ներդրում են կատարում տվյալ բիզնեսի մեջ եւ իրենց փային համապատասխան հետագայում ստանում են եկամուտները։ Իսկ մեր պարագայում մարդիկ հնարավորություն են ստանում ձեռք բերելու անշարժ գույք սեփականության վկայականով, այսինքն իրենց ներդրումը հանդիսանում է հենց սեփականության ձեռքբերումը, միաժամանակ օգտվում են եկամտային հարկի հետ վերադարձից, այսինքն դա ինչ է հնարավորություն տալիս, հնարավորություն է տալիս միաժամանակ հետ ստանալ եկամտային հարկը, ինչպես նաև գումար աշխատել նաև վարձակալությամբ հանձնելուց։ Դասական ապարտ հյուրանոցները իրենցից ներկայացնում են բուն հյուրանոցների բոլոր ծառայությունները եւ հյուրանոցային համարները, սակայն հնարավորություն են տալիս մարդկանց նաև բնակվելու։ Իսկ մեր պարագայում շենքում կարող են թե բնակվել սեփականատերերը, թե վարձակալությամբ վերցրած մարդիկ, ինչպես նաև սեփականատերերը պարտավորված չեն իրենց բնակարանները հանձնելու կառավարող կազմակերպությանը։ Դա է մեծ տարբերությունը հենց կոնկրետ Greenwood Residence-ի եւ դասական ապարտ հյուրանոցների։ Բացի այն, որ դուք էլ նշեցիք Դիլիջանում դեռևս գործում է եկամտահարկի վերադարձի մասին օրենքը, խնդրեմ նշեք այլ ինչ վճարման տարբերակներ կան։ Քանի որ շենքը գտնվում է արդեն ավարտման փուլում, տարաժամկետ վճարման տարբերակը տվյալ պարագայում գրեթե հնարավոր չէ, այսինքն հնարավոր է կազմակերպել դա, սակայն շատ կարճ ժամանակահատվածում, քանի որ շենքի կառուցումը սկսվել է արդեն վաղուց եւ շենքը արդեն ավարտական փուլում է։ Դե երկրորդ տարբերակը արդեն իսկ հիպոթեկային տարբերակով ձեռքբերումն է, ինչով է ձեռնտու տվյալ պարագայում հիպոթեկային տարբերակով ձեռքբերումը, մարդիկ կատարում են ուղղակի կանխավճարի իրենց պարտավորությունը, ձեռք են բերում գույք, որը կարողանում են հաջորդ օրվանից հանձնել վարձով։ Այսինքն, կամ տվյալ պարագայում մեզ շատ կարճ ժամանակ է մնացել ավարտական փաստաթղթերին, այսինքն գրեթե միանգամից հանձնում են վարձով եւ ապահովում են արդեն իրենց վարկի մարումը։ Վարդան, որպեսզի գնորդներին ավելի հասկանալի լինի, եկեք տոկոսային հարաբերակցությամբ խոսենք եկամտաբերությունից։ Իհարկե։ Նայեք, եկամտաբերության տեսանկյունից անշարժ գույքի վարձակալությունը ըստ էության Հայաստանում
կամ Երևանում սենց ասեմ, հիմնականում 6-ից 7%-ի միջև է տատանվում, քանի որ այսօրվա շուկայական արժեքների պարագայում բնակարանների երկարաժամկետ վարձակալությամբ հանձնելու դեպքում մոտավոր տարեկան եկամտաբերությունը կազմում է 6-ից 7%։ Դիլիջանի պարագայում, քանի որ Դիլիջանում արժեքները գրեթե չեն տարբերվում վարձակալության, իսկ բնակարանների արժեքները ավելի մատչելի են, քան Երևանում, տվյալ տոկոսը կարող է տատանվել 8-ից 9%-ի սահմաններում, այսինքն երկարաժամկետ վարձակալության պարագայում ավելի ձեռնտու է Դիլիջանում գույք ձեռք բերելու։ Բացի դրանից, ինչով է առավելությունը տվյալ շենքի, որ այլ նորակառույց գոյություն չունի Դիլիջանում։ Ինքը առաջին նորակառույցն է ու ես սենց եմ պատկերացնում, եթե պետք է նույն կարգի գույք մարդը վարձակալի հին սովետական շենքում եւ նորակառույց շենքում, բնականաբար պետք է կամ ցանկություն կհայտնի վարձակալել նորակառույցում։ Մյուս երկու այլ տարբերակներում մարդկանց եկամտաբերությունը ավելի բարձր կարող է լինել։ Երկու այլ տարբերակները որոնք են։ Տարբերակ առաջին, սեփականատերը ինքը հանձնում է օրավարձով։ Քանի որ Դիլիջանը որպես տուրիստական ուղղություն բավականին մեծ հետաքրքրություն է ներկայացնում, իսկ հյուրանոցների արժեքները Դիլիջանում բավականին բարձր են, դուք պատկերացրեք բնակարանները հիմնականում 4 տեղանոց բնակարաններ են ու հնարավոր է օրական միջին արժեքը ես հաշվարկս կատարել եմ օրական 30,000 դրամի պարագայում, եկամտաբերությունը կլինի մոտավոր 13-14%։ Իսկ եթե հանձնի կառավարման կազմակերպության։ Եթե հանձնի կառավարման կազմակերպության, բնականաբար վարձակալության արժեքները լինելու են նույն 30,000-ի սահմաններում, սակայն կառավարող կազմակերպությունը բնականաբար վերցնելու է որոշակի տոկոսներ։ Տվյալ պարագայում կլինի 11-12%։ Ամեն դեպքում որը բավականին ձեռնտու է լինելու, իսկ կառավարող կազմակերպության դեպքում նաև թե մաշվածությունը, թե վնասվածքները տվյալ պարագայում կառավարող կազմակերպությունն է վերացնելու։ Այսինքն այդ 2-3%-ի տարբերությունը հենց փակվելու է կառավարող կազմակերպության կողմից իրականացվող սպասարկման։ Այսինքն գնորդը ոչինչի չի խառնվելու, գույք կվնասվի, ինչ էլ որ լինի օրինակ, եթե հանձնված է ամբողջությամբ կառավարման կազմակերպությանը, պարզապես իր եկամուտն է ստանում։ Իհարկե, քանի որ կառավարող կազմակերպությունը ինքը վերցնում է տվյալ գույքը եւ ինքն է պատասխանատու դառնում արդեն այդ գույքի համար, արդեն իսկ դրա կրած վնասների համար եւս պատասխանատվությունը կրելու է կառավարող կազմակերպությունը։ Նայեք, առաջին հարկում մեր մոտ գործելու է ընդունարանը կամ reception-ը, որը ենթարկվելու է կառավարող կազմակերպությանը եւ կառավարող կազմակերպությունը reception-ի միջոցով կամ իր աշխատակիցների միջոցով իրականացնելու է նաեւ շենքի իրեն հանձնված բնակարանների վարձակալության հանձնումը։ Դա լինելու է թե on-line հարթակների միջոցով, թե գովազդային արշավի միջոցով եւ թե արդեն ժամանակի ընթացքում իր հաճախորդների բազայի միջոցով։ Ու շենքի բոլոր բնակարանները հագեցած են էլեկտրոնային փականներով, բոլոր այն սեփականատերերը, ովքեր կհանձնեն կառավարող կազմակերպությանը իրենց բնակարանները, յուրաքանչյուր ամիս ստանալու են հաշվետվություն ընդհանուր շենքի զբաղվածության, իրենց բնակարանի զբաղվածության, որպեսզի լինի նաև պարզ եւ մարդկանց համար հասանելի, որպեսզի հասկանան, թե ինչն է եղել պատճառը, որ տվյալ բնակարանը օրինակ ավելի քիչ է տրվել վարձակալությամբ, իսկ շենքում ավելի շատ։ Նու եթե տարբերություն լինի 10% եւ ավելի, բնականաբար մարդկանց մոտ հարց կառաջանա, բայց ամեն ինչ պետք է կատարվի թափանցիկ, որպեսզի նաեւ վստահություն լինի։ Վարդան, քանի որ խոսեցինք, որ շենքը արդեն ավարտական փուլում է, ամեն դեպքում կան դեռ մի քանի ազատ բնակարաններ, եկեք որպեսզի դիտողներին էլ հասկանալի լինի, հստակեցնենք ինչ տիպի բնակարաններ են մնացել, կարող ենք նաև գնային միջին ինչ-որ միջակայք նշել, որպեսզի ավելի պարզ լինի։ Նայեք, ի սկզբանե շենքում նախագծվել է 95 բնակարան։ Շենքը ունի 13 հարկ, 1 ստորգետնյա, 12 վերգետնյա եւ տանիքային հատված, որտեղ լինելու է ռեստորանը։ Բնակելի հարկերը 11-ն են։
Բացառությամբ 12-րդ հարկից մնացած բոլոր հարկերում կան 9 կրկնվող տիպային բնակարաններ։ Բնակարանները բոլորը հանձնվում են վերանորոգված, ներկառուցվող բոլոր պահարաններով, որի մեջ մտնում է նաև խոհանոցային կահույքը եւ սանհանգույցը։ Այսինքն ամեն ինչ կատարվել է այնպես, որպեսզի հենց գործելու պահից, շենքի բնակեցման եւ գործելու պահից շենքում շինարարական աշխատանքներ չիրականացվեն։ Այսինքն մարդիկ գան հանգստանալու եւ չլսեն սովորական Երևանում ընդունված վերանորոգման աշխատանքների ձայները։ Այո։ Քանի որ ի սկզբանե կոնցեպտը մեր մոտ գծվել է հենց ապարտ հյուրանոցի, նաեւ սպասարկման տարբերակներն են հյուրանոցային, այսինքն բնակարանների սպասարկման հետ կապված բոլոր կոմունիկացիաների նախագծումը իրականացվել է այնպես, որպեսզի սպասարկումը հիմնականում կատարվի միջանցքներից, այսինքն առանց բնակարան այցելելու, իսկ այլ պարագայում, եթե հնարավոր չի միջանցքից կարգավորել, բնականաբար բնակարանից, այսինքն դա էլ է տարված դեպի հյուրանոցային համակարգ, շենքը հագեցված է հակահրդեհային համակարգով, միայն բարձրորակ շինարարություն թե օգտագործվել, թե պատուհանները, թե մնացած, ասենք, վերանորոգման հետ կապված նյութերը բոլոր միայն բարձրորակ են եղել։ Ի սկզբանե բնակարանները եղել են 41-ից մինչև 61 քառակուսյանոց բնակարաններ, որոնցից 61 քառակուսյանոց բնակարանները երկու ննջարանով բնակարաններն են։ Մնացածը 41, 43, 45, 48 եղել են երկու սենյականոցներ, դրանց մի մասը արդեն իսկ սպառվել են, արկա չեն։ Ունենք արկա 3 սենյականոց բնակարաններ եւ 2 սենյականոց բնակարաններ 43 եւ 45 քառակուսիմետրանոց, որոնց արժեքը սկսվում է մոտ 600,000 դրամից։ Քառակուսի մետրի համար, այո։ Վարդան, սովորաբար մարդիկ մտածում են, որ մարզերում անշարժ ավելի մատչելի պիտի լինի, բայց զարմանում են ու հիասթափվում, հենց գնից որ խոսեցինք, անմիջապես անցնենք այս թեմային։ Այդպես չէ, իրականում 600,000-ը սա քննադատություն չէ, փաստենք, որ Երևանի որոշակի գույքերին համարժեք գին է։ Իրականում ինչու սպասվածից ավելի մատչելի չէ, հաշվի չառնելով այն փաստը, բնականաբար, որ շենքն արդեն պատրաստ է, չի կարող նույն գինն ունենալ, ինչ սկզբնական փուլում է, բայց ամեն դեպքում 600,000-ը կարծում եմ մրցունակ գին է Երևանյան շուկայի համար։ Նայեք, մի քանի գործոն կա դրա վրա ազդող։ Նախ ես ասեմ ինչի մարզում չպետքա լինի ավելի էժան, հետո ասեմ թե ինչա մեր մոտ մի քիչ ավելի թանկ։ Մարզում չի կարող լինել բնակարանի արժեքը ավելի էժան, քանի որ մարզում շինարարություն անելը ավելի թանկ է, նամանավանդ հեռու մարզում, քան Երևանում։ Հետո մարդիկ ճիշտ է կարող են միշտ հաշվեն ուրիշների բիզնեսները կամ կառուցապատման արժեքները, բայց շատ բաներ հաշվի չեն առնում։ Բերեք ասենք այն հանգամանքը առաջին, որ օրինակ Դիլիջանի պարագայում եմ ես ասում, որևէ նյութ, որ կարելի է ձեռք բերել Դիլիջանից եւ դա տեղական արտադրության է կամ ներմուծվող չէ կամ Երևանից մատակարարվող չէ, գոյություն չունի։ Անկամ շենքի բետոնային հատվածի աշխատանքների համար բոլոր նյութերը բերվում են կամ Երևանից, կամ Արարատից, կամ Հրազդանից, այսինքն հիմնական արժեքի վրա ազդող գործոնը դա տրանսպորտն է, որը մոտավոր թանկացնում է շենքի արժեքը Երևանի համեմատ, ինքնարժեքի արժեքը 20%-ով։ Ու ապրանքներ կա, որոնց վրա դա արժենում է 50%, ապրանք կա, որի վրա արժենում է 10%, բայց հիմնական խնդիրը հենց տեղափոխումն է։ Երկրորդը աշխատողները։ Դիլիջանի պարագայում ես ասեմ, նախ ես չգիտեմ Դիլիջանի բնակչությունը որքան է, բայց Դիլիջանում հենց Դիլիջանից աշխատողներ գտնելը դժվար է։ Միգուցե արտագնա աշխատանքի են մեկնել, միգուցե հիմնականում սպասարկման ոլորտում, քանի որ տուրիստական քաղաք է, սպասարկման ոլորտում են աշխատում, բայց գրեթե բոլոր աշխատակիցները եղել են կամ Երևանից, կամ կամ Վանաձորից, բայց Դիլիջանից չեն եղել։ Շատ լավ, կարծում եմ հիմնավորեցինք ինչու էր գինը մրցունակ։ Ինչու է մարզերում ավելի թանկ։ Իսկ մեր մոտ մի քիչ ավելի թանկ է, որովհետև
նյութերի վրա ծախսերը մի քիչ ավելի շատ է եղել, այսինքն օրինակ վերանորոգված բնակարաններ Երևանում հիմնականում մարդիկ ձեռք են բերում պետական ծրագրով իրականացվող շինարարություններից, որտեղ վերանորոգման ծախսերը շատ ավելի քիչ են իրականացվում, այսինքն ավելի մատչելի նյութերով կամ ավելի էժան նյութերով է իրականացվում։ Մենք փորձել ենք օգտագործել ավելի որակյալ նյութեր եւ ավելի լավ իրականացնել այդ աշխատանքները, քանի որ ձեռքբերումից հետո ցանկացել ենք մարդիկ որևէ փոփոխություն չկատարեն վերանորոգման մեջ, որովհետեւ մաքսիմալ հարմարեցված է բոլոր տեսակի մարդկանց նախասիրություններին։ Իրականում գինը բավականին հիմնավոր արդեն ներկայացրինք, բայց ամեն դեպքում, քանի որ շուկայի շարժը եւ առհասարակ գնագոյացման հետ կապված այս խոսակցությունները գնորդներից վստահ եմ շատ լսած կլինեք, գների անկման հետ կապված շատ խոսակցություններ են պտտվում եւ այլն։ Ինչ կարծիք ունեք դուք ոչ միայն ձեր նախագծի, այլ առհասարակ շուկայի մասին։ Ճիշտ ասած, ես մի հատ խնդիր կար վերջին շրջանում, հատկապես 1 տարվա ընթացքում, երբ որ արդեն սկսեց շրջանառվել, որ 25 թվականի հունվարի 1-ից Երևանում վերանում է եկամտային հարկի վերադարձի օրենքի իրագործումը, մարդիկ սկսեցին մտածել ու բացի մտածելուց նաև ԶԼՄ-ներով բավականին շատ խոսում էին այն մասին, որ գների անկում է տեղի ունենալու, առանց հաշվի առնելու, որ ոչ թե գների անկում պետք է տեղի ունենա, այլ հնարավոր նաև բարձրացում տեղի ունենա։ Ես ասեմ ինչի հետ կապված։ Նախ 24 թվականից բավականին բարձրացան շինթույլտվության, նախագծման թույլտվության, շինարարական աշխատանքների իրականացման հետ կապված, այո, պետական տուրքերը եւ վճարները, որոնք ոչ թե բարձրացան օրինակ 100%-ով, այլ բարձրացան շատ դեպքերում 100 անգամ։ Ու դրա արդյունքում արդեն իսկ կառուցապատողի մոտ ինքնարժեքի բարձրացում տեղի ունեցավ։ Բացի դրանից աշխատուժն է թանկացել։ Բավականին թանկացել է աշխատուժը օրինակ 3-4 տարի առաջվա համեմատ։ Այդ այն պատճառը, որ իմ կարծիքով ոչ թե գների անկում է լինելու, այլ գների, եթե բարձրացում չլինի, այլ գները ֆիքսվելու է այս վիճակով։ Մի քիչ մեր մոտ արհեստական բարձրացում կարող է եղավ այդ 22 թվականին ռուսների հոսքի հիման վրա, բայց այդ բարձրացումն հիմնականում այն բնակարաններին էր վերաբերվում, որոնք արդեն իսկ պատրաստի էին, կարող են մարդիկ գնել ու միանգամից վարձով տալ։ Նպատակը մենակ այդ էր։ Այդպես մի պահ արհեստական բարձրացավ ու կանգնեց այդ բարձրացումը, բայց իջնել ես չեմ պատկերացնում, որ կարա իջնի։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, Վարդան։ Իսկ ես հիշեցնեմ, որ այսօրվա մեր հյուրը Greenwood Residence ընկերության տնօրեն Վարդան Մանուկյանն էր։ Վարսահարդարման եւ դիմահարդարման համար շնորհակալություն եմ հայտնում ոճաբան Քրիստինե Հովանեսյանին։ Իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին եւ սեղմել զանգի կոճակը։ Դիգնիսին աշխատում է, որ դուք լինեք տեղեկացված։